Բարև ձեզ, ներողություն, այստեղ 90-ականների Երևանի սիրուն տղերքից մարդ կա։ Hello, մальчики։ Աստորեն կային։ Բարև Արմինե ջան։ Բարև ձեզ տղաների ջան, բարև Մխիթար ջան։ Բարև Արմինե Գրիգորյան ջան։ Պիտի ասեմ մեր հետևորդներին, որ այսօր մեր հյուրն է, այո, 90-ականների են ամենա երևույթներից մեկը Արմինե Գրիգորյանը, ով շատ երգերով սիրվեց, ու մինչև այսօր մենք այդ երգերը լսում ենք ու սենց լայն ժպիտով, որովհետև դրանք հումորային հաճելի երգեր էին եւ ոչ միայն։ Շնորհակալ եմ Մխիթար ջան, իմ սիրելի Մխիթար։ Քեզ ողջունեցի, մեր Հարուցը ողջունեցի, ողջունել Սարի ջան, շատ հաճելի է։ Ուզում ասել, որ ձեզ համար եմ գրել այդ երգը։ Նաեւ մեզ համար։ Նաեւ մեզ համար, շնորհակալություն։ եմ գրել Mальчики special for you։ Բայց այդ երգը որ դուրս եկավ առաջին անգամ, այսինքն եթեր եկավ, ես երգում եմ երգը։ Դե տղայի երգելու բան չի, մեծ հաշվով, տղայի երգ, բայց այնքանը նույնիսկ ուզում էի ձայնը նմանացնել, դե այն ժամանակ ես երևի 20 տարեկան էի, այդ Երևանի այդ Ասել մեզ մոտ 6 տարվա տարբերություն է, երևի։ Գուցե, չգիտեմ, դու 6 տարից փոքր ես, Արմինե ջան։ Այո։ Շատ հիշողություններ ունեմ 90-ականների հետ կապված, շատ, վստահ եմ դու էլ, Հարութն էլ, արդեն 90-ականներ մենք գրել ենք, այդ 90-ականներ YouTube-յան ալիք ունենք, եւ Սովետակոմբից միշտ դա հեռարձակում ենք մեր հյուրերի հետ միասին, լավ հիշողություններ ենք խոսում, կիսվում։ Մինչ հիշողություններին անդրադառնալը, Մխիթար ջան, ուզում ասել, որ շատ հիացած եմ այս տարածքով նկարահանման մեջ, երբ որ ես նայեցի հաղորդումները, մեջերս գալը, բոլորովին չի երևում այս տարածքը, որ սենց մեծ, սենց գեղեցիկ, շատ հետարքի, որ ամբողջությամբ տեղափոխվում ես դեպի մանկություն, դեպի բարություն, դեպի մաքրություն, Էսա գեղեցիկ շատ բաներ։ Դեպի տատիկի խոհանոց։ Դեպի տատիկի խոհանոց եւ մայրիկի եւ այլն, это что-то нечто։ Ասեմ ավելին, որ պիտի կորցնենք, որ գնահատենք, չէ՞, это պիրացենք ցենիստիվ։ Սովորտ տենց այ։ Այս ամեն ինչի մենք ապրում ենք, տենց է չէ ձևը մարդը իր տեսակով գնահատելու բանը չէ։ Դե երևի մյուսը գույնը ոնց ասել, սպիտակ տարբերություն լինի, որ հասկանաս։ Եվ ով կմտածեր, որ տարիներ հետո, չասեմ միայն ես, մենք բոլորս վստահ եմ նույնպես, եւ Հարութը նույնպես եւ բոլորը շատերը կարոտախտում են սովետական ժամանակները, 90-ականները, причем հիշում եւ խոսում են մութ սուրտ տարիներ, բայց բոլորի երջանիկ դեմքով են դա ասում։ Չեն ասում մութ սուրտ տարիները, ասում են հետ մութ սուրտ տարիները։ Բոլորը կարոտախտով, ինչ լավ տած, թվում է թե մուցուցուրտ ասում ես, պիտի սենց բանվիզես, հատուշնավարոտ, հասկանում եք ինչա կատարվում, այնպես որ, չգիտեմ, հիացած եմ, մամ ստեղծել եք այդ կարոտը, որի մեջ մութ չկա, ցուրտել չկա, կա ջերմություն, որը եւ նաեւ այն ժամանակից շնորհակալ եմ, այդ աչքից տեղի էր ավելի։ Ո՞ղ ապրես Արմինե ջան։ Սիրիմ այս ամեն չի տեղի մեջ, ու ապիրեքի քորյա վերադարձմոքից։ Շատ հաճելի է Արի ջան, ես միշտ ասում եմ, որ ասում են ես ձեր երկերի տակ եք մեծացել, մանկությունի տակ դալ, ես ասում եմ դրա համար ես լավ տղեկ եք մեծացել։ Այո։
Արմեն գիտես ինչ էի ուզում իմանալ։ Տես այդ 90-ականներին շատերը սկսեցին երգել էստրադան, փոխվեց եւ այլն, փոխվեց մեծ հաշվով, սովետից հետո փոխվեց էստրադան, Արթուր Գրիգորյչը եւ արձագանքը եւ այլն, բայց հումորային երգերի պակաս կար, բայց այդ պակասը արիուտես գտնվեցին արտիստներ, ովքեր կարողացան այդ պակասը այդ բացը լրացնել եւ այդ արտիստներից մեկը Արմինե Գրիգորյանն է, ում հետ մենք այսօր վաղտ ունենք, նստենք, խոսենք 90-ականներից եւ այդ ժամանակաշրջանի երգերից եւ այլն։ Կա տենց բան, Մխիթար ջան, այո, ես ընդհանրապես միշտ կողմ եմ եղել հումորին, արվեստում հումորը անհրաժեշտություն է, բնականաբար բոլոր ժանրերն են անհրաժեշտ, բայց հումորը ոչ միայն արվեստում, ընդհանրապես հումորը դա փրկություն է ապրելու համար, որովհետև երբ որ այսպես խորանում ես կյանքի կենցաղի դժվարությունների մեջ, դա միայն հումորն է փրկում, որ հումորով նայելն է փրկում, որ չխելագարվես, իհարկե, որովհետև նայած ինչպես ես միշտ խոսքեր լինում, ասում եմ, դարապես բոլորս բան ենք, չէ, տենց ունենք հնարավորություն ինչ-որ սիտուացիայից դուրս գալ, բայց կա սիտուացիաներ, որը տարբերակ չունես, չէ, պիտի ինքդ մի բան անես, դեն ժամանակ ես վերաբերմունքս եմ փոխում սիտուացիայի հանդեպ եւ նույն բանն է, հիմա պետք է նույն ձևով նայել եւ վերաբերմունքը պարտադիր չի հումորի մասին լինի խոսքը ընդհանրապես, իսկ ես քանի որ թատրոններում հումորային ժանրի դերասան եմ ելել, այդպես էլ մտա երկարվեստ, երևի ժամանակը ասել քեզ բացակայում էր երկային, որը չէ ժամանակ երկին։ Հա, բացակայում էր, տխուր բաներ էին մեկ երկում, որովհետև ժամանակն էր այդպես հիմնականում։ Շատ էին երկում, ես երևի որ ասպան нужно быть вместе в нужное время, так далее, գուցե դա էլ կապուներից։ Ակա տենց բան, հա, որովհետև ես եմ ինձ համար գրում երգեր, դրա համար ոճը ես եմ ելել, այսպես կարելի ասել, բայց ուրախության ոճը մեզ չի որ մենակ ես եմ բերել, եղել է, պարզապես սովետի ժամանակ տենց չէր, ասենք մի քիչ ազատ բաց էին սկսում բարել, չէ, Լոլա Խոմյանց հիշում եք, բոլորը այսպես էին, Էլվինային Մակալյան, որտեղ Էլվինան մեզ դեպքեր է պատմել, դժվարություններով են անցել, որ նա յարկի կարմիր շորով եկել է կողքից նախանձել չեն թողել ցենզը ժամանակ խեղդում էր, բայց նաև լավ բան կար այդ անտեր ցենզի մեջ այդ ликвидация бездарности, ликвидация безграмотности, որը կար հերոստատեսության եւ թատո ամենտեղ անգրագետներին չէին թողնել, լիկվիդացիա լիկվեզ կոչվում էր, դա անհրաժեշտություն էր, Բխոջան, իհարկե կային չափազանցություններ, հսկողություն կար, էլի դրա մասին է խոսքը, որ դա հիմա լինելով այսօրի չէինք լինի, իսկ ժանրի առումով, այո, ես այդ ժանրով եկա եւ որ ասում ես տխուր երգեր էի երգում, տխուր չի, ես միշտ կատակով իհարկե եւ մոլեգաներին ասում էին, չի երգում էին, ողբ եք երգում էլի, ասում էին, կանեք ողբ երգելու դոխներից ողբ գատ, այնց էլ եկվա։ Ժողովրդին կատակ, իհարկե քիչ առաջ էլ էին խոսում, խոսքը ուժ ունի, ինչ ասում ես դա է տերերում։ Պետք է զգույշ, խոսելուց առաջ պետք է զգույշ լինես, որ այդ խոսքը տեղ չհասնի, այսինքն տիեզերքին չհասնի, որովհետև եթե տիեզերքին հասավ, ինքը դառնում է իրականություն։ Դա մայն գուշակները չէ, խոսքը ասում են, ասում են, ինչ լավ մախտնայող, ասել է եղել է հստակ մեզ բաներ կա։ Մի խոսքով ինչ խոսում ենք մեկ հաճելի է, որտեղ սա կապված է սովետի հետ կապված 90-ականներից պատմի, էլի Արմինե ջան, ես 90-ականներից մի հատ կարող եմ պատմություն պատմել, 90-ականներին ես ասում եմ դու եւ Սամվելը եւ եղբայր դուք շատ գիշերային մարդիկ եք, այսինքն դուք նաեւ մինչեւ հիմա, հա, դուք տրուդագոլիկ եք, էլի, այսինքն դուք աշխատասեր եք անսահման, ես մինչեւ հիմա ու ես 90-ականներին 95 թվականին աշխատում էի խանութում գիշերային, ինչու գիշերային հերթապով, որովհետեւ առավոտյան ես պետքա լինեի ուսանող էի, վաստակում էի, եթե հիմա ասեմ անուն ազգանոն, կասես, հա, ոնց չգիտեմ, Էրնեստ Գեորգիևիչի խանութում, դա Մոսկովյանի վրա էր։ Մոսկովյանի վրա էր, Մոսկովյան չէ, Սարյանի, Մոսկովյանը որ անցնում է, Սարյանի վրա էր։
Հիմա գիշերային հերթափոխ եմ աշխատում եմ բան, մեկ էլ գալիս են Սամվել եւ Արմինե Գրիգորյանները, սենց իրենք պապուլյար են, որ իրենց երգերով եւ այլն, Սամվել եւ Արմինե ես հա, բայց ուսանող էի, ինչ եք ուզում ասել, մեզ էս վերցրի, վելի գնում էին աշխատանքի ես մարդիկ, անընդհատ աշխատում էին, ու մինչև հիմա Արմինե ջան, հա, իսկապես, այնքան լավ էր, դուք ինչ որ ձեզ անհրաժեշտ էր, նույնիսկ այն ժամանակ բիստրոներ, բաներ չկային, բուտերբրոդներ նույնիսկ բան շուշու, ախ, ոնց եմ հիշում, 95 Այ քեզ բան միշտ ժամանակ դել։ Այո։ Մխիթար ջան, ես շատ ուրախ եմ, որ դու աշխատել ես, ինձ համար էլ արժեք են այդ մարդիկ, ովքեր աշխատել են եւ սովորել են, որովհետեւ Դե թատերականում եմ ես այդ ժամանակ մեր ժամանակ այս բան չկա։ Դու ես թատերականն ավարտել։ Չէ, ես ավարտել եմ Սունդիկյան թատրոնի ստուդիա։ Բայց թատերականում Կոլյայից Ծատուրյանի կուրսի հետ դիպլոմային ներկայացումը խաղացի եւ երկինքի երեկաձոր եկա։ Դա նույն ժամանակներն է, որ արդեն մետրո թատրոն են տեղափոխվել։ Հա։ Ոզնիները ավելի ուշ էր, ես ոզնիներ 93-ից 95 թվականին եմ ելել։ Ես մի բան ասեմ, ուրեմն Հարութի հիշողությունը շատ քչերս ունենք, ինքը նենց հիշողության մեծ բազա ունի, դրամ չէ, հիմա չեմ գովում, իսկապես ասում եմ, կուզեմ դու մի քանի բան մի հատ հարցնես էլի Արմենին, որովհետև դու շատ լավ ես տիրապետում, բոլոր են պատմություններին, երգերին, այսօր երգ դրեց, Աբարանցի երգ ունես։ Այո։ Աբարա։ Աբարանն էլ ունեմ, Աբարանցի էլ ունեմ։ Դեսեցի ասում, դեսի չեմ լսել ես երգ, ասում ասում, Արմենը ասես երգեր ունի։ Ինքը չի պատրաստվել հատուկ, ինքը իսկապես գիտի, դա հիշում է։ Ես էլ վիճարում շատ լավ հիշում եմ։ Հա։ Հա, շատ։ Красота записи, он говорит, Իր ժամանակվա լավ չէ տարիքի էր, չէ։ Երրորդ տարիքի ոչ միայն այդ ծնոնդը, вообще երրորդ տարիքի քանի տարի տարիներ շատ հումորով շատ լավ անցավ տարի էր։ Չկան չէ կադրի։ Կան անշուշտ արխիվում քո մոտ։ Քո արխիվում կան, անշուշտ կա։ Դե մարդը ձայնագրել է, տեսագրել է, շատ բան կորցրեցինք, բայց ագեք չտխրեք, որովհետև մենք դեռ շարունակվենք։ Իզո բան չկա, բայց ապերատորներ կային, որ ունում են իրանց մոտ մինչև վայր ունենից։ Դու չունես տանը արխիվներից։ Չէ, բաներ ունեմ, իհարկե ունեմ, խոջան, բայց ես ունեմ ընկերներ, որոնք ապերատորներ են եղել իմ համերգային ժամանակը ընթացքում, նկարել են, որոնք այստեղ չեն ապրում, ուղարկեն մատուցել։ Այդ ժամանակն հայտարարություն ես տալիս, ասում ես ով ունի իմ հին արխիվից։ Ես իսկապես թամբալ եմ այդ առումով, այսինքն ալարում եմ հավաքեմ արխիվ։ Չունեմ մինչև հիմա։ Անլուրջ ենք վերաբերում։ Եվ օրորի ավելի զարգանում են մյուսները, երիտասարդ սերունդը, որը դրան սովոր է համացանցի։ Իսկ մենք գնալով հետ բան ենք ապրում։ Չէ, բայց դու այսօր գործում ես համացանցում։ Դե որովհետև կան մարդիկ, որոնց դու վճարում ես, որ քո Հասկացա, հա, դա կարևոր է։ Չէ, երբեմն մատիրալ չունես արդեն, բայց դու դա նորմալ երևույթ է դարել ժամանակի համար, պետք է վճարես, որ գնես, չէ, ոչ միայն այս ժամանակ միշտ է դեպս եղել։ Բայց ասա քաղցր էին այն ժամանակները։ Դա մենք ուղղակի սովորենք, որ առանց վճարելու, առանց էջին PR մենեջերի գումար վճարելու կամ ես այն ժամանակաշրջանից եմ, որին ոչ թե փողի տալիս, որ ես կլիպ նկարեին, զանգում էին, ասում էին, ինձ խնդրում են, որ ես գնամ նկարեմ, կլիպ նկարել, իմ համար, որ դա երևա։ Հետո որ ժամանակները փոխվեց, դու պիտի ինչ-որ հերիք չի մեծ գումարներ տաս, որ քեզ կլիպների, ես ուզում եմ մեծ գումարներ տայի, որ ես չնկարեի, вообще, այն որ ուզում ես հանգստանաս, նախ, երկրորդն էլ մի հատ էլ գումարներ տարի, շո, այս բան կար, տելևիզիաներին գումարներ տաս, որ քեզ ցույց տա։ Հա, ոնց որ PR-ներ, հա։ Ինձ համար շատ խնդալու երևույթ է այդ ամեն ինչը։ Ինձ մոտ արդեն այնքան բան, ասում ես 90-ականներից, ես օրը 3-ից 4 մենահամերգ եմ ունեցել, դա տարիներ շարունակ։ 3-ից 4 օրը բոլոր շրջաններում եւ քաղաքներում, ասենք,
ցերեկայի 2 դպրոցների համար, 2 սեանս, ժամը 2-ին եւ 4-ին, հետո 6-ին եւ 9-ին երեկոյան Արտաշատ քաղաքում մոտ քաղաքնելու։ Իսկ եթե նշի որ պարտադիր 4 սաատ, շատ հաճախ 4 սաատ, 2-ը մշտական է եղել, 1-ը էլ չեմ ասում։ Ու այդպես տարիներ շարունակ, ես անընդհատ Ինչ լավ, արտիստի համար ես անընդհատ զբաղված եմ եղել, անընդհատ ինձ որ ասում են, «Էս ինչ ես արել, էս ինչ ես ասել»։ Երբ հասցրեի։ Երբ որ ասենք խոսում են թեկուզ անձնականից են հասնում, ասում եմ, այն ժամանակ, երբ որ դուք այգիներում, կինոներում գնում եք կինո ձեր սիրած տղամարդու հետ, ձեր ընտրյալի հետ կամ այգիներում հանդիպել եւ այլն ինչ որ տեղեր, ես այդ ժամանակ օրը 3-4 մենահավերք էի տալիս։ Ես չեմ ունեցել դրան ժամանակ եւ նույն слава Богу, ոչ չեմ ունեցել ժամանակ, կյանքից է տալիս, որ սույցը պապլամ։ Հա, որովհետև այդ արածդ աշխատանքն է, հետո այն արդյունքը տալիս, ինչ հիմա մենք տեսնում ենք, որովհետև հիմա դու էլի գործում ես։ Հա, որ դու աշխատասեր, ես զարմացա, որ ես ինձ համարում եմ շատ անգյալ, ոչ աշխատասեր մարդ, Մխոջան, առաջ կարող է շատ աշխատասեր, հիմա ես պոստը արդեն ավեշ չենք լինում, էլի հատկապես որ ընթացքը տեսնում ես ինչպես է գնում, մտածում ես ինչ կլինի, թե չէ, եթե աշխատասեր լինեինք, պատկերացնում ես, ռեզուլտատի հասած կլինեինք, էլ ավելի, հա։ Ամենայնպես ես ուրախ եմ, որ տես տպավորություն Իսկապես, որ աշխատասեր եմ, որովհետև պարապանալուց մարդը կարա գժույգ նայել։ Նես պարապ մարդիկ սկսում են հետաքրքրվել ուրիշի անձնականով։ Պարապ մարդուց վտանգավոր բան։ Այո, իսկ ով գործողը, այսինքն ինքը երբեք չի մտնի ուրիշի ընտանիք, ինքը նույնիսկ ժամանակ չունի իր անձնականի համար, ուր մնաց մտնի ուրիշի անձնական։ Հա, մի հատ ասա, էլի ես պատմությունը, քեզ էլ շատ ասա ասում։ Ես հիշում 90-ական հիշում ես Ես հիացած եմ ձեզ սրիտներով, վրաներ, պրոստի եղնիկներն են բատակայում, վրաները եղնիկին են ավելի լավ կլիներ, բայց չկա, բոյս, շատ 90-ական, չէ վավշի եղնիկներ էին լինում։ Հա, ճիշտ է, եղնիկներ ես մասում են։ Գոնե որ ասպա предупреждать нужно, ասը, ես էլ ես մի բան, ես էլ սովետի գծերով դան եմ ակի։ Հիմա տենց է, չէ, ուր գնում են, ասում են dress code, dress code ինչ է, ես էլ ես կիպի մի բան գրնեի ակնեի։ Երկոքի տեղավորում են դրա մեջ։ Հարութի դեպքում, հա, որովհետև հարութի մի քիչ մեծ է։ Հա, շատ սազմած ես։ Շատ։ Քիչան ավելի լավ ասեն սրիտերներ հակնենք, կյանքը ուրիշ ձև լինել, ներսինը ուրիշ լինել։ Կյանքը ավելի սենց ուրիշ աղանիշ լինել։ Բայց եւ լավատես լինելով, ես ասում եմ ու դու էլ կփաստես, որ դա լավատեսությունն է եւ հումորը։ Հումորը շուտ լավատես մարդկանց է, էլի հատուկ, փրկում է, մեկը փրկելու է։ Ասեմ ավելին, Բխոջան, բաց նրանից որ փրկում է, вообще ձևը տենց է ապրելուն, չի խորհուրդ ենք տալիս մարդկանց, Հա, չէ, մենք զրուցում ենք, ինչ տալիս ես, դա էլ ոնց ամպերը բացվում է, որ վերադառնում, անձրև է գալիս, եւ ընդհակառակը, երբ որ դու ուրախ ես, հումորով ես, պոզիտիվ ես, դրական ես, լավ ես կամենում մարդկանց, անհնարին է քո կյանքը երջանիկ չլինի։ Ձև այդպեսին է, ինչ տալիս ես, դա ստանում ես։ Կան մարդիկ, որոնք ասում են, ես լավն եմ, լավը ցույց են տալիս, բայց ներքուստ ինքը գուցե նախանձա, չի կամենում, ոնց է ամեն մարդու լավը չի ուզում։ Մի հատ բան հարցնեմ, 90-ականներին դա ավելի շատ էր, քան հիմա, թե հակառակը։ Երևի ինչը այդ բանը ցույց տալը բան, բայց ներքուստ չի հիմա է շատ դա։ Հիմա ավելի շատ։ Իհարկե, պարզապես մի բան էլ ասեմ, Մխիթար ջան, ոնց որ տեսակը մարդը իր տեսակով դա է, չեմ տեսել, նախանձման եւ այլն։ Ուղղակի երևի առաջ համացած չկար, դա ավելի շատ չէր եղել։ Մարդիկ նախանձվածը միշտ է եղել, բայց այդ ժամանակ գոնե սովիստ ունեն պահել իրաց մեջ վախ կար։ Իսկ հիմա անթակույց են նախանձում, ապաշկարա նախանձում, առանց ամաչելու, անթակույց եմ ասում, առանց գետի նվթվելու կարող են իրենց նախանձը կոմենտում գրել, կարող են արտահայտել,
դժվար բան է, այս ձևով գիտեք գնալով աշխարհը խելագարվում է եւ դրանով էլ զտվում է։ Մենք Մաքրվելու է մնան նորմալ մարդիկ, այսքանս ենք մնալ։ Մենք միշտ ասում ենք այդ մարդկոցով են, որ լույս ունեինք, մի հատ փոքրիկ հեռուստացույց, այդ մութոցուր տարիների թափառող հոսանք ունեինք, բայց ինչ-որ բան էինք կարողանում նայել ու դա հարևանությամբ էր արվում, դա բարեկամությամբ էր արվում, դա հարազատությամբ էր արվում, դա ընկերների հետ էր արվում։ Այդ քաղցրությունն ու ջերմությունը այսօր մի տեսակ մնացել է համացանցի մեջ դա։ Այդպես համացանցով է այդ։ Դա համարն ես նախաձեռնություն արեցին։ Շատ լավ արեցիք, տեղափոխ գոնե լավ բաներ ուսեք շե։ Հա, էլի։ Ապրեք դուք տղաներ ջան, на самом деле это очень приятно, շատ բարություն, մուլտիպլիկացիոն կինոնկար սովետի։ Սովետական ֆիլմեր, սովետական այդ родное или это не агитация. Нет. Նորից եմ ասում սախկյանքներս ասում ենք դալոյ սովետով Եվրոպան գա, հետո գործունում ես հասկանում ես նորից գնահատում։ Այդ որ ասեցի Լուիս Վան и так далее, հիշեցի որ ես կինոնայրի էի ապրում, տատիկ հիշես տատիկ կար, որը իր տունը գրանցեց ինձ նվիրեց տուն։ Եթե կինոնայրի, ուրեմն դա էր պատճառը, որովհետև այդ խանութը որ ասում եմ, ինքը շուրջօրյա խանութ էր, 24 ժամ աշխատում էր։ Մոսկովյանից որ գարցես, մտնում ես Սարյան, հատեցիր Բաղրամյանում, մտար Սարյան, հենց մտար Սարյան, Մոսկովյանից եկար, այդ ձախի վրա, այդ խանութը։ Մոսկվիչ կան։ Մոսկվիչ Լավ կան, մոսկվիչ կան, հա, ճիշտ ես ասում, մոսկվիչ կան։ Այդ խանութը մեզ իրես հաճախ գալիս եք այդել։ Հա, պատմի էլի, որ այդ տատիկը նվիրեց, նվիրատվություն արեց, հա։ 95 թվականին արդեն ինքը մահացավ, ինձ մնացեց։ Քո տատիկն էր։ Չէ, տատիկը չէր, պատահական տատիկը էր։ Ես շատ էր սիրում։ Որը մեր կուրսի Գուրգենը ծատուրյան ծանոթացեց, ինքը վարձով տալիս էր տունը, ուսանող աղջիկ էր ման գալիս, որտեղ 80 տարեկան էր, վախում էր մահանալ, մենակ Կայստինգի պես բան էր անում, որը մի ուսանող էր գնում, չէր հավանում, հետո պատմում էր ասում էր, մեկը եսի գող էր, մեկը պլիբե էր, մեկը պլեբե էր, ասից բաներ էր անում, պարսկա էր և դերասանուի վաստակավոր։ Դե լավ, ով էր։ Լիդիա Աթայան, պարսկայի թատրոնի վաստակավոր արտիստուի Լիդիա Աթայանը, որի ամբողջ ցեղը ընտանիքը արտասահմանում էին աշխարհի տարբեր երկրներում էին ապրում, և ինքը ամուսնու հետ տեղափոխվել էր Հայաստան 60-ական թվականներին ապրել էին 85-ին ամուսինների մահացել ինքը 5 տարի մենակ էր մնացել 80 տարեկանում եւ այդ պատճառով ուսանող աղջիկ էր ման գալիս որ ես թատրոնի սիրտում այդ սպեկտակլի փորձերն էր գնում եւ երկնքի երեք աթորին կավ Զորայր Խալաֆյանի Մենք Գուրգենն էլ ծատուրյան որ ինձ մոտ լինի ասեց վարձով է տալիս տատիկը բան ծանոթացանք այնպես ստացվեց որ մի քանի 3 ամսից տատիկը բերից բիմարը հետ տվեց ասում ես ուզում եմ լույս թողնիկ լինես ես քեզ տատիկ ինչ ուզիչ է ես չգիտեմ այդ պատմությունը չէ իսկապես չգիտեի դե մի խոսքով ես բարձրացա շատ-շատերը աչք ունեին այդ տան վրա ես միակն էի որը չգիտեի որ այդ տունը ոչ ֆիքսն չի լավ ինձ երևի ասավ միակն էի որ ակնկալի չունեի չգիտեի եւ դարապես ինձ դա բաբշի չեմ մտածել Մի խոսքով ինչի դա հիշեցի, տատիկի տան հետ կապված պատմություն, հա, այդ ժամանակները սիրալներ կային, ես ատում եմ այդ սիրալները, որովհետև ստիպված նստում էի, տատիկը ռուսերեն էր, դեռ հայերեն չէի։ Հա, այդ սերիալների մասին հասկացա։ Բագատի դոշ պաչու։ Բարբարան։ Ու ես ստիպված Սանտա Բարբարան, այդ բագատի դոշ պաչու, այդ էր պամոյեմ այդ ժամանակ։ Ու ես նստած թարգմանում էի ռուսերենից հայերեն, տատիկի որովհետև պարսկահայերը չգիտեն, հա։ Ու այդ ստիպված է թարգմանել ու այդ պրիմիտիվ բաների ինձ սպանում էր, ուշքս գնում էր, ծիծաղում էր, բայց իհարկե արդեն դժում էի, չկա կարելի։ Դե թող ձեր տանի այստեղ եւ այլն։ Թող ինձ մարիա, բայց մեկ էլ բանով էի արտիստիկ էի թարգմանում, տատին ուշաթափվում էր, ասում էր, թող ինձ մարիա, թող։ Ժիվոյ դուբլյաժ էր, էլի ճիշտ դուբլյաժ է գնում, հա։ Այլաններ ասում են, ես ինչ գոռոցած տեղ։ Մի խոսքով այդ սիրալների ժամանակաշրջանը Ֆուջիկայի, որ Ֆուջիկաների հերթ էին կանգնում, այդ ամեն ինչ ապրել ենք,
մեր շեյք կար մարդ, որի անունը Եղիշ էր, որը լույս էր տալիս մարդկանց եւ աջալով տիփակ էր։ Հա, որ չերևար Որ դրսից արիմաձև հանկարծ չտեսնեին, որ եւ որ մտնում էի շենք, տեսնում էի բոլորի պատուաններին աջալներ են կախված, բոլորը ունեին, բայց բոլորը աջալներով էսպես շատ էր։ Մեկ է Նարեն, մեր ախորս աղջիկը Նարես, փուչուր երեխա էր 92-ի ծնունդա, չէ, այդ թեժ տարիներին ածնվել։ 92-ին 92-ին, 2-3 տարեկան էր, լույսերը հենց անջատում էին, գոռում էր, Եղիս ծածա լույսը տուր, գոռում էր երեխեն։ Մի օր էլ վերինա գրիչը մատիտը թուղթը դրելա մամայից դեմաս, տատի մի հատ նավթ կնկարես, նավթ, երեխեն ինչ լսում է, նավթա լսում ֆուջիկա բան։ Որովհետև անընդհատ շրջանառվող բառերն էին դրանք, մամաս ասում ֆուջիկան, նավթ նկարես, նավթը, բենզինը, հացի չեքը, ես իմ ինչը ոնց ենք ճարել, այս սենց վիճակ էր։ Բայց ինչ երջանիկ էին, ասեք ինչ միասնական էին։ Մենք սպասում էինք հաղթանակին, մենք համաձայն էինք եւ լույս չունենայինք եւ ուտելիք չունենայինք եւ սարեք, բայց հաղթանակ ունենայինք ու եղավ դա, հասկանում ես։ Դրա համար չափվեցինք, պատվով ենք հիշում այդ ամեն ինչը։ Ես գիտեմ, ես այս պատմության գիտակ չեմ, տեղյակ չեմ, բայց ես գիտեմ ներողություն Հարություն ջան, որ Անգլիայում 7 ամիս ընդհանրապես լույս չի եղել պատերազմների սմենի ժամանակ։ Մարդիկ դից ապրել են, չեն բողոքել։ Իսկ մենք պատճառ ենք, որովհետև իրանք միշտ հաղթանակին են ձգտել, այսինքն ոչինչ այդ զրկանքը մյուսը եւ այլն, բայց եւ Բայց աստղնոց թերեսերն են, բայց ինչ թավեք բա, երձում չեն կարող, հա, ճիշտ է, հա, որ չեն կարող, հիմիկվա սերունդը, որ ասում ես, չէ, եմ չկար, դիվիսիտ էր մամանը, հա, ասում են, էդի չեք խոսում, դա լավ լինի, եւ որովհետեւ չեն ապրել ինչ որ մենք ենք ապրել։ Հաստատ։ Բան կար, ժիտկի սպիրտ կար, իշվե բան այդ որ սուխոյ սպիրտով հլավ էինք եփում, բան էինք անում։ Ժիտկի բան կար, որ հիմա այդ գելերը կան։ Հա։ Այս ժամանակ դրանք ծյուբիկների մեջ տալիս էին, որպես լվացնում էին դրան ու ես իշվան դեմքս էի լվանում։ Բաներ էլի ժիտկի սպիրտ էր ինքը։ Ալկագելոտ բան է, բայց այս ժամանակ ուրիշ ձեր էին դրանք, հետո խտացած կաթերն էին ծուբիկով վերում, օրեր լինում, որ դա էին դու որ ասեք, թատրոնում սպիրտակը դա որ կաթի փոշի էինք, գնում էինք, մեր ժամանակ դուք չեք ապրել, գիտեք մի բան էլ ասեմ ձեզ, տեսեք մենք և չէինք ուտում, վրոձի քիչ է, ես ինչեր չէինք բան անում, բայց առողջ էինք ավելի, քան հիմա, որ ամեն ինչ կա եւ քիմիկատներ եւ թունավորված եւ այլանդակված ամեն ինչ է, բայց տեսնում եք, բոլորս իր ժամանակի խոսքով շատ։ Թմերից ինչ որ զորամասային համերգներ։ Զորամասային Աշջան։ Ես Հայաստանում ինչքան զորամասեր կա, բոլոր տեղերը մի քանի անգամով մենահամերգներ եմ ունեցել իմ խմբի հետ, հիշում եք խումբ ունեի, մինի խումբ, որը պտտվում էինք ամբողջ Հայաստան շրջաններով, զորամասերում բնականաբար մեր զինվորների հետ ճաշում էինք, համերգ էինք տալիս, այդ ամեն ինչը իրանց հետ օրը անցկացնում էինք, սերունդների հետ, մեր սիրելի ողունքից միշտ հիշում են, ասում են, ասեք, տեսնում են ալիքների ժամանակ, համերգների ժամանակ, ներտեղում ասում են, որ մեր ծառայության ժամանակ երգում էինք, մեզ ոգեշնչում էինք, Ղարաբաղում ինչքան էինք երգում, ինչքան համերգներ էինք ունենում, Լաչինում, Հադրութում, ամեն տեղ համերգներ, պատկերացրու բանա, չէ, ստադիոնում Ղարաբաղի մեր շատ համերգներ։ Իսկ սենց չի եղել, որ գան մոտենան ես զինվորներից, ասեն, դուք մեզ չեք հիշում, այսինքն տարիներ հետո, էլի մի 15-20 տարի, դուք իրանք են ասում, դուք մեզ չեք հիշում, որտեղից հիշում, չեմ հիշում, ես այն զինվորն եմ, հիշում եք, որ եկաք ես զորամաս, դե ես այնքան զորամասեր եմ եղել, որ մեկը հիշեմ, չէ, դες լինում է, չի, զավեշտալի չի, բայց օրվա մեջ բաներ գալիս է դառնում։ Եկելու ժամանակ էլ ուզում մոտենան ախնապահ, ուզում գազի։ Ինչ չեք հիշում։ Ձեր եսի որ հարևաններ մեղի եւ այլն։ Դե նորմալ է, դա էլ նորմալ։ Ճանապարհորդից գիտես են որ շատ ծանր ժամանակներ են նաեւ, ասենք,
կենցաղային առումով նաև ռաֆ մեքենա ունենք մի հատ, որը մեր վարորդն էր համերգային, որ ապարատուրան դնում ենք մեջ եւ մի խմբով գնում ենք շրջաններ համերգի, գնում ենք տարբեր տեղեր, օրինակ Ախրկալաքում կա Խանդո գյուղ։ Խանդո, արդեն լավ, արդեն բար չէ։ Խանդո։ Ջեր բարևներ Խանդո գյուղի բնակիչներին, հրաշալի ժողովուրդ ընդհանրապես ախրկալակցիները։ Շատ կոլորիտոս, սպանով իրաց խոսքով։ Ամբողջ ախրկալակի հետ Բագդանովկա բաներում, ամբողջ տեղերը ախրկալակում, համերգներով, իր գյուղերով Ռաֆը ձգում էր այդքան։ Ռաֆը այդքան ձգում էր։ Ռաֆելն է ձգում։ Ռաֆի վարորդն էլ նախկին գայշիկ էր։ Լուսահոգի Սերգեյը մեր ինքան լավ մարդ էր, թոշակի էր անցել մեր վարորդն էր։ Մի խոսքով այդպես շրջում էին եւ մտանք Ախրկալակի Խանդո գյուղը։ Չգիտեի որ տենց անունով գյուղ կա ու տենց գյուղ կա, հենց մտանք են տրակտորը կա առանց կուզովի, ոնց է գլուխը մենա։ Ուղղակի տրակտորը, հա։ Այդ կլոր գլուխը վրան մի հատ միգալ կա դրած ու սենց ֆորմա գոյացա պոլիս։ Ինքը շատ արագ Խանդո գյուղով, շատ բազում էր տրակտորը, բայց առանց կուզով, պատկերացրու։ Էս իր գալովքեն վրան գրված, բան արագ դնում պոլիս, միգալ կլոր, այսպես գնում արդեն գժմեգու էր։ Տեսարանը մի խոսքով մտանք արդեն ես էլ իմ բեմական շորերը փայլում կաբլուկներ բան սենց բիր վավրեմի չունեի ինտերի հակնված սենց մտնում եմ բոլորին միակնավից չէ չէ սրա լծված ա բոլորը սպասում են այնտեղ արդեն զանրի սատրիվայց բան ես սենց դիզնից գո սենց փայլում իջուս սենց կաբլուկներով փայլում բան հակած մտա բեմ տեսեմ բեմում փեջան դրած լավ է մեջտեղ բայց մի քիչ հետ դեպի զայ ու վրան պլեջ են անում չէ փեջը դրածա վրան պլեջ են ցույց տալիս հավա եկել եք բան ծորիչներ բեմում դե արդեն այդ իմ տեսքով այդ փեջը շատ լայվում հերիք չի միջև ողջունի խոսք երկ բան ասում ես երկը սկսել եմ առաջի թրվռում եմ մեկ էլ տեսնեմ ես թրվռում եմ օ դիզի բանա մի երկու հատ կոտրվեց այսինքն փտացել բան կոտրվում է ես ասում եմ գոսպեդի մտածում եմ լավ մի առաջի երկն արդեն մի երկու տեղ բա որ ամենը վերջանում արդեն պրավալույս էլի մի հատ տեղ գտա որը որ հանգիստ է այդ ամեն ինչը հերիք չի մեկ է տեսնեմ կուլիսներից ես երկում եմ էլի ինձ գոս սենց բաներ եմ անում պետք է տեսնեմ կուլիսներից մի տատիկ լաչակով մի ասես մեծ փեձը Siz galiba ասում կարող եք ցվում, եկես վրեժ չնայեց էլ եկավ բացեց փեջը, հա, լավ էլի ոչ նայես, որ համերգա իրան դա պետք է տակություններ ապահովում Արմինե Գրիգորյանի, որ բեմում հատակ լինի վերցրեց փեջը խան հակետ ոչ զրիցին նայեց ես շատ խափվի մի խոսքով բայց շատ լավ ես կոնտակտի մեջ մտում հանդիսատեսի հետ, հա երեխեք մեկ էլ տեսնեմ այդ ամեն ինչի հետ մեկտեղ զալում այն թվերի պատկերացրեք 26 սիմնալիզետը մեկ է բանում դահլիճից նկարը անում են մի երևի 10 կամերա շատ պրոֆեսիոնալ որ այն ժամանակ հանրային է ճուներ այդ կամերաներից չի հասկանում ինչ է կատարվում դա Խանդո գյուղում կար Խանդո գյուղում հետո պարզվում է որ այդ գյուղի տղամարդիկ խոպանչիների գյուղ է բոլորը խոպանում են եւ լավ տեսթան կամերաներ են ուղարկել ու բոլորը ձեր կարելի չէ ձեր անձնական օգտագործման որը նույնիսկ առաջի ալիքը այն ժամանակվա ճունեին մի խոսքով այդ ամեն ինչից հետո լավ ավարտվեց համերգը լավ ավարտվեց համերգը բարեհաջող ու բեմի անդր sense հատ պոլը պոլվում էր ակցի երկի ժամանակ ընդհանրապես էս թրվռում էին բան մինապատ բեմ ա եղել էլի այսինքն չգիտես որտեղ կպնդի խոսքը տենց հետարքիր պատմություններ կան բանը պատմուրը ես մի բան չհասկացա այդ տրակտորը գյուղի տրաբան ուզում ասեմ ձեզ ուղեկցեց միջև բեմ այսինքն ամենից կապ չունեմ եք просто մտակ տեսանք այդ տրակտորը գյուղի այդ ոստիկաններին նշանակել էին որ ձեր ռաֆը ուղեկցի միջև թատրոն էլի չէ մտակ մտակ ու տեսանք այդ տրակտորը просто պիչանք նամելի այն ժամանակ չկա ինչ է այդ հեռախոսները չկային ժամանակ ռադիա կար մեկ դալիճուս մենք սկսում ենք ռադիայով խոսալ ֆիքսուլատներ էլի ես էլ ասում եմ անջատեք ձեր ռադիա այդ պեջերները երբ դուրս եկան
Հա 2000-ներին, այսինքն 90 Դուսեկի բայց նույնը Չէ, բայց կարծեմ 97 թվականին էր դիջը դուրս եկել։ Որովհետև 97-ին Ամերիկայում արդեն հեռախոս կա, դե 98-ից չէ։ բայց այն բան չագուշ հեռախոսներից էին գրտնակ սենց հեռախոսներ էին էլի շատ փոփոխ չարթիչ փոփոխ ջարդիչ այո կալսատի Սարուխան գյուղ կա, չէ՞, Քյավաբը։ Սարուխան գյուղը մեր շատ սիրելի Հրանուշ Հակոբյանի ծննդավայրը, ողջույնները մեր շատ սիրելի Հրանուշ Հակոբյանի։ Ուրեմն այդ Սարուխան գյուղում գնա համեր գա դրված, ես մի հատ ադմինիստրատոր ունեի, երեխին ճաս, հա, ինչքան քարտեզից դուրս տեղեր կար, համերներ էր դնում, ու ինձ ասում էր, այսօր գնում ենք, ասում էր, որտեղ ա, ոչ չեմ էլ լսել։ Տենց խոսքով գնացիք Սարուխան գյուղը, շատ լավ գյուղ էր, շատ ջերմ ժողովուրդ էին, հետո արդեն միջ այդ, որ մտնում ենք, նախ այդ էլի մեր ռավ մեքենայով, ու ժամին հասանք, երեկվա ժամին հեսակ մի կես ժամից համերգը սկսվի, այսինքն մի քիչ ավելի շուտ էինք նախատեսում ճանապարհի ինչ-որ պատճառով, մի քիչ ուշտեղ հասանք, եւ երբ որ մեր մեքենան համերգային մտավ գյուղ Սարուխան, այն որ 7 սարից այնքան ձայներ է գալիս, հազիվ լսում ասեն, բայց ես ձենա գալիս, Էկո, արդեն Զբշադել բաներ ասին, շտուտես մամոջ Էկո, ձայնը մոտեն Էկո Հետո պարզվեց, որ այդ գյուղում վերջին անգամ Մարինա Ժուրավլովան ա եղել համերգի 86 թվականին, դրանից հետո ոչ ոք վիճյալ է գնալ, ու ես եմ վախենալու է եղել այդքան 10 տարի հետո 86 թվական Մարինա Ժուրավլովայի շիշտան իրանից հետո ոչ ոք էլ դուխճյալ է գնալ, ես դերյան չեմ որ դեմ գնում ինչ մի խոսքով շատ հետարքիր էր ոնց անցավ համերգը այդ ասում ադմինիստրատորը համերգը դեռ չի սկսվել քսես քշված մտավ գրինյորկա մեկ Ատրասում ենք հակնում են, բա տեսնենք արունոտված լրիվ։ Լավ էլի։ Դու մի ասա, այս մարդուն բրթել են, տոմսերը ձեռքը որ կանգնում ա դրան, բրթել են, գցել են գետին, վրայով անցել են, սավուշ իդոր ճղված լրիվ, բան։ Եկա ուշքի բերում, ասի, չէ պատպիստեր, վախենում եմ, ասի, դե սենց են այս մարդուն բանալ։ Բա չէ, ժողովուրդ ուղղակի լավ բան, մոտի բան, դե մարդիկ հավաքված են, դաբլ են հավաքված, խոսքով մտան երկելու մեր առաջինի երկչույներից մեկը մտավ երկելու, դեր ես չեմ մտիմ մենա ամերգնա, բայց դե առաջինը մեկը ոնց ասում անում, որ ես մտնեմ։ Իսկ այժմ դիմավորեք Դարձել Սամվելն ա հետո մտած, Սամվելը ձենը կտրված էլ այդ օրը։ Մեր թատրոնի Գուրգենը ծատուրյան, ինքը բալերոն ա, օպերային երգիչ, շատ սպես ինտելիգենտ բան տղայա ու սկսում ասենց ասма բարի ձեզ մենք սկսում ենք մեր այսօրվա մինիատյուրը, ինչ մինիատյուր։ Ոչ մինիատյուր։ Սարքակլու մինիատյուրներ երևի ես եմ այդ գլավնի մինիատյուրը։ Դիասեն մինիատյուր։ Մինիատյուր։ Մինիատյուրից հետո որ մտնում այդ երկչույն երկելու մի հատ կին մեր մամայի տարիքի սենց ասեմ կին էլի լաչակով ձեռը թզբեխով գալիս շպրտում ա վրեն սամ խայրեն երկա երկի ռուսերեն էլ երկել է դիրք մի խոսքով ինչ որ անդադ վիճակ դելա որ գնալով ասեմ չէ ես հաստատ չեմ մտնի բեմ չի ասում են մտնի նորմալ ա բա ես մտնում եմ բեմ համերգը շատ ավացաններով հրաշալի իհարկե անցնում ա մեկ էլ ընթացքում ես երգում եմ երեք երգ հետո երգում եմ Երևանի սիրուն տղա երգը այդ րոպեին այսենց բաժակով պրիչում այսենց հենց բաժակ կրանյոններ բաժակներով բաժակով եւ օղուշիշ ձեռքը մեկը բեմ դալիճ բարձրամաբես եկեսավ քուրո խմա գորում ես ասում եմ յոպե ասեմ երգում եմ տրապոնը ասել մեկ է տեսեմ էլի են գալիս մյուսներն են գալիս դեցում են բեմ ես կաշմար արդեն ասես ինձ դեպ կպատա երևի ես չա կատարում որ վարկյանների տարբերություն չեմ հասկանում ինչա կատարում մեկ էլ տեսա մեկ ինձ հետևից գրկեց ասում սո ես մեռա ես ինչ եղավ սենց գրկելու վրա զանրից է փակվում թեկը դեռ սամուն աղբերս հետևից փախցնում զավրտը սամավոր ձենը կտրված էր չի ելի դուրգերներ իրավ զանրից է փակվում ինձ փախցնում է մենք սո դեցում ենք
գազելու փախնում եք այդ Դե լավ էլի։ ու հետեւել գրոքի Գնացի, եկան լսել ու գնացին։ Այդ շատ եկարքին պատմություններ իրականում հետո էլի գնացինք այդ գյուղը շատ շնորհով շատ հրաշալի ժողով բանով իրենց Ջուրասիրությամբ, ամեն ինչը շատ իհարկե դա շատ է, ուղղակի շատ է, քեզ թվում է բան է, էլի։ Վայ, շատ ապրեք, Արմինե ջան, շնորհակալություն, որ այսօր միասին ենք, այսպես մեր հետևորդների հետ, մեր լսարանի հետ այսօր խոսում ենք, շատ ապրեք, ափսոս ժամանակը սուղ է, ինքն արագ է թռնում այս ժամանակը, չես հասկանում, դե լավ էլի մի պահ կանգ առ ժամանակ, մի քիչ վայել ենք քեզ, 90-ականներին, էլի կուզեինք, մի քիչ կանգ առներ, վայել էինք, մեր երիտասարդությունը, մեր շատ լավ պատմություններ կան, չէ՞։ Կան, իհարկե կան։ Էլվինայի հետ Մարգարյան կուզովի վրա, Կամազի կուզովի վրա էին երգում ընտրությունների հիշեք, մասիվ ընտրությունները Կամազ էին բերել, այդ արձանի մոտ կուզովի վրա խալի գցել, կանգնած երգում էին, ինչ օրեր ենք ապրել։ Մխիթար ջան, իսկ թվում ձեր հաղորդի մի քանի սերիա լինի, դեռ պատմություններ կա, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի էր, փոխադարձ է այդ բանը, որ սենց բաներից խոսում հիշում, սիրով Արին ջան։ Շնորհակալություն Արմինե ջան, շատ հաճելի էր ծանոթանալ, շփվել երեխեք ջան, զգալ ձեր ջերմությունը էլ ավելի մոտիկից, իսկ քեզ ես միշտ եմ սիրել շատ հարգել, Մխիթար ջան, մի բան ասեմ քո համար, դու այն արտիստներից ես, որը նույնպես շատ ժավաղուսվա ինձ դուր է գալիս քո մեջ, գիտես ինչը անկախ քո տաղանից, քո դիրքից եւ այլն, դու երբեք բան չէ, too much չես եղել, էլի ես խոսքով ասեմ, երևի հասկանան ինձ, միշտ եղել ես այդ too much, որ լինում են չափերի մեջ ճիշտ, I love you. Merci, I love you too. Այսօրվանից նաև քեզ սիրեցի շատ, հարյուրական շատ, երեխեք ջան, լավ եղեք, երկար նկարեք այս հաղորդումը, մենք էլ այսպես սիրով գանք, Շնորհակալություն, մինչ հանդիպում։